հարցրեցի։ Հիմա նոր ես վերջին հաղորդման մեջ ասացի, որ սա մոլորեցնում է, որպեսզի ավելի պարզ լինի հասկանանք, թե ինչ է էդի ներկայացում, պետք է ուրեմն այդ մոլորեցումը պատկերացնենք, որ հանցագործություն է կատարվել, մեր հարազատներին սպանել են, մեր ունեցվածքը գողացել են։ Մենք գիտենք, թե ասենք, թե դատարանի առաջ ենք դատարան չկա, հանրության առաջ ենք կանգնած եւ մենք ինչ-որ բան, այնպես չի, մենք ասելու ենք, ուրեմն մեր տունը մեր ձեռից խլել են, տվեք մեր տունը, դա տանկրվա, չէ, դու գրանցված էր, գրանցված չէր եւ այլն, այսպես է, բայց ինչպես ուրեմն, երբ որ մենք ինֆորմացիա չէ, որ մենք երեխաները չգիտենք, արդյոք մենակ տունը չի, չէ, այնտեղ բանկային հաշիվ կա, տունը չի, այնտեղ մարդ կա, որը հարաբերություններ ունի հարևանների հետ, հարևաններ կան եւ այլ կա, եւ ուրեմն այս ինֆորմացիան, քանի որ մենք չունենք, մենք չենք կարող պահանջել, ուզել եւ վերադարձնել։ Այսինքն դու անկախ նրանից համեմատելու մոդել անկախ նրանից մեր կողքերում ճանաչում են այդ սպանությունը, թե չէ, բոլորն էլ ճանաչում են, ինչ վատ բան է եղել, վայ, սպանեցին, բան, ինչ վատ բան է, հա, վատ բան է, սակայն արդյունքը որն է, ճանաչելով ոչինչ չի փոխվում, հա, վայ, սպանում են, հետո ասում են, գիտես ինչ, այդ մեր չգիտեմ, ես ինչին էլ սպանեցին, ես ինչ տեղը, փաստորեն այդպես է կատարվում է Եվրոպայում, հետո ասում են, գիտես ինչ, ամերիկացիներին էլ էին կատարվել, պատերազմի ժամանակ այնքան մարդ համերնում, անմեղ, չէ, իսկ ասելով, որ գիտեք ինչ, սա ոչ թե ազգային փոքրամասնության վտարում կամ պատերազմի այլ հետևանքներով անարդարություններով ազգային փոքրամասնության սպանում է հայերը Օսմանյան կառավարության ուղղակի ազգային փոքրամասնություն չեն եղել, նրանք պետության մեջ են եղել, նրանք տնտեսությունը իրանց եղել, արտադրությունը, առևտուրը միջազգային եւ Աբդուլ Համիդը, ինչպես ես նոր ասացի, Օսմանյան կառավարությունը հենվել է հենց հայկական այդ ինդուստրիալ առևտրական ուժի մոշի վրա։ Հիմա հարց առաջանում, եկանք ստեղ, որովհետև գալու ենք հարց առաջանում, թե ինչու էլ, դրա մասին մենք ճիշտ ասած զրուցել ենք Ստեփան, թե ինչու էլ Աբդուլ Համիդը այդ դեպքում 1890 թվականին կոտորում հայ ժողովրդին։ Հիմա ես ձեզ Հովիկ ինչու էր կոտորում։ Գիտեք ինչ, հիմա ինչպես դուք տրամաբանորեն հիմա եկեք իրար հետ մտածենք։ Եվ ինչպես եղավ։ Մենք չենք նվում այն ժամանակահատվածում, պետքա զերծ լինենք բոլոր ինֆորմացիաներից, որը մեզ մատուցում են, համարելով որ այդ ինֆորմացիայի մեջ, որը մենք հիմա գրվում է Աբդուլ Համիդը եւ այլ հայերին անընդհատ կոտորում էին, հայերը եւ այլն, մենք էլ ասում ենք, ոչխարի տպավորություն ունեին հայերը, կոտորում էին, նրանք էլ կոտորվում էին։ 40 տարի կոտորում էին, այս հայերն էլ իրանց համար կոտորվում էին, մեկը չէր ելնում ասում, այս տպավորություն է, չէ ստեղծվում, սակայն եթե այդ ինֆորմացիայից մենք ազատվենք, որ մեզ չխանգարի այդ ինֆորմացիան, եւ սկսենք վերլուծել առանց ինֆորմացիայի, ասելով թե ոնց կլիներ, որ 1996 թվականին այ, լավ, մենք պետք է արդարացի լինենք, չէ, ինչ որ խոսում ենք ու մարդու չեք խաբում, ասում եք գնացեք եւ նայեք, մտածեք, այտենց ենք ասում։ Ամերիկա ֆիլմը դու հիշում ես Էլիա Կազանի, մենք շատ դրել ենք նայել ենք, երբ որ Վարդանի հետ հույն տղան սառույցը բերում են, արդեն զորքերը եկած են եւ ընդ մարզանք են անում, չէ, դրանից առաջ նահանգապետը ստանում է պոլիսից հրահանգ եւ տեղեկատվություն, որ հայկական բաները, հանցագործները հայկական ինչ-որ մի անուն է տալի տերորիստները գրավել են Bank of Ottoman-ը։ Ճիշտ է թե չէ։ Այսինքն թուրքական ինֆորմացիան, որը նստած է, Bank of Ottoman-ը ամբողջ երկրով մեկ արդեն տարածում է, որ հայերը գրավել են Bank of Ottoman-ը։ Հարցնում ես,
ով է կազմակերպել Բանկո Օտոմանի գրավումը, ով է կազմակերպել Բանկով Օտոմանը, ինչա Բանկով Օտոմանը, գիտեք որ Բանկով Օտոմանը դա Օսմանյան կայսրության բանկը չի, դա ներմուծված բանկ է հրեական կապիտալով, եւ ոնց կարող Օսմանյան կայսրության բանկը Երի թուրքերի ժամանակ որոնք արդեն ամբողջը վերցնել են, արդեն գոյություն ունենալ։ Բայց ինքը Թուրքիան բանկային համակարգի մեջ է։ Բանկով Օտոման։ Ո՞ր բանկային։ Թուրքիան տեսեք, պետք է մենք ուսումնասիրենք ամբողջ բանկային համակարգի, բացի ինդուստրիայից, բանկային համակարգի գործունեություն, եւ որ ինդուստրիա ունի հայկական հասարակությունը, բացառվում է, որ ինքը իր կազմակերպված ֆինանսական կապիտալը կամ Օսմանյան կայսրություն դրա վրա հիմնված չունենա 19-րդ, 18-րդ կամ 17-րդ դարում, թե ինչ կապ ուներ այլ կապիտալներ էին գալիս մտնում, չէ որ Կոնստանտինոպոլսը առևտրական քաղաք է, ինչպես Վենետիկը, ինչպես այլ քաղաքներ ավելի, Կոնստանտինոպոլսը շատ ավելի կարևոր առևտրական քաղաք է 19-րդ դարում։ Եվ ոնց կարելի է որ այդ առևտրական ընթացքում տարբեր բանկեր չլինեին եւ չձևավորվեին։ Հիմա որ մենք խոսենք դրանից, տեսեք ինչ է ստացվում։ Որ մենք շատ անգամ ես ասում եմ, բանկը, որ գրած է ազգային բանկ, դեռևս չի նշանակում, որ կապիտալը ազգային է։ Իհարկե։ Հասկանում եք, կապիտալը կարող դրսից լինի։ Եվ Բանկով Օտոմանը, սա 100% ինֆորմացիա ես ուսումնասիրել եմ, Բանկով Օտոմանը Օսմանյան կայսրության բանկը չէր։ Դա ներմուծված բանկ է, որ ընդհանրապես 20 տարվա պատմություն ուներ, 15 տարվա, ոչ թե 500 տարվա կայսրության բանկն էր։ Եվ այդ Բանկով Օտոմանի խնդիրը, երբ որ հայերը գրավել են Բանկով Օտոմանը, ես հիմա չեմ կարող ասեմ, թե ինչն է պատճառը, թե ինչ էին ասում հայերը գրավել են, թե ինչի դեմ էին հայերը պայքարում, արդյոք այդ հեղափոխությունը որ հայերին է խոսքը, որտեղ կային հեղափոխական հայեր, ասենք թե Աբդուլ Համիդի ժամանակահատվածում, թե ում սպանեցին Դիարբեքիրում, որը որ մանուֆակտուրային քաղաք էր, կարևոր տեղ գտնվելով, որը միացնում էր ավելի շուտ հարավը դեպի Սիրիա բան գնացող այդ առևտրական մանուֆակտուրային քաղաք է, եւ այդտեղ բացի քրդերից ու հայերից, իսկ քրդերները ոչինչ չունեին, ոչ մեկ եւ արդյոք 1890 թվականին, երբ որ այդ կոտորած եղավ Աբդուլ Համիդին, դա ձեռնտու էր հայերի կոտորած ընդհակառակը, երբ ուսումնասիրում ենք տեսնում ենք, որ կոտորելով 1896 թվականին տեղի հայերին իրարանցումներ առաջացնելով Աբդուլ Համիդի ձեռներն են կտրում, որովհետև ինչ են ձեռները կտրում, որովհետև թողեմ դուք ասեք, թե ինչպես էր աշխատում, ինչի վրա էր կառուցված Օսմանյան կայսրության զորքը եւ ով էր ֆինանսավորում Օսմանյան կայսրության զորքին։ Դուք ասեք, եթե ես պատմեմ։ Չեմ ասի, ես խաբար բզիկ չեմ ասեմ Օսմանյան կայսրության զորքով էր ֆինանսավորում։ Օսմանյան կայսրության զորքի կառուցվածքը, չէ, կարամ ասեմ դուք ինձանից լավ կարող եք պատմել, որտեղ այդ հարցը դու պատմի, չէ՞ սիգուրա, դու պատմի դեռ ոնց լավ գիտես։ Նախ Օսմանյան կայսրության զորքի կառուցվածքը տարբերվում է բոլոր տեսակի, որ մենք դա էլ նրա ուժն էր, զորքի կազմակերպվածությունը լոգիստիկան ինչն է, զորքի կազմակերպումը, զենքով, ուտելիքով, հագնելիքով, ինֆորմացիով եւ այլն։ Տարբերվում է նրանից, որ իրանք կամաց առաջ գնալով հարկը ոչ թե ստանում են ինֆորմացիա, ստանում են ինչ որ կենտրոնից, այլ ուղիղ հավաքում էին տեղում արտադրողներից, սակայն ինչպես էին դա հավաքում, մոբիլ էր այդ զորքը, արտադրողները երբևիցե հեռու տեղնվող հարկ չեն վճարում պետությանը, մինչև ինքը զորքը չէր գալիս, հարկ չեն վճարում, իրանց հարկը պետք է զորքը վճարի, եւ զորքը տեղում ֆինանսավորում է այդ հարկով, ինքնա ֆինանսավորում, զորքը ինքն է գնում իր
բայց դա լուծ չէ, մեր մոտ ասում են, թե լուծը դրված էր հայկական արտադրողի վրա, տենշեր, հայկական արտադրողը ֆինանսավորում էր և ուղիղ ֆինանսավորում էր Օսմանյան զորքին, և ֆինանսավորում էր այսպես, զորքը գալիս էր, վերցնում էր փող, ուտելիք եւ այլ եւ իրանք ինչ անհրաժեշտ էր ամեն մեկը վերցնում էր կազմակերպել զինվորները ոչինչ էին ստանում աշխատավարձ որպես աշխատում են բանակում որպես զինվոր եւ այսինքն արտադրողը չէր բյուջեից գալիս ունեին կամ ինչ որ մատակարարու բան չէ հասիկն հասան միտեղ արդեն բանակը խփեցի չէ բոլորը փող ունեն ոնց որ գործուղման են եկել գնում են ճաշարաններ, քաղաք, բան ամեն ինչ եւ ժողովուրդը, որտեղ հայտնվում էր զորքը, փող ունի, չէ՞ գրպան։ Ուրախ էին, որ հեսա իր ծառևտուրը երալու է։ Իսկ եթե հանկած այդ զորքը լեր թալանչիական, այսինքն գալիս ենք ձերի ուտենք, ձեր եղած չեղածը, փաստորեն հոգեբանորեն այդ սուլթանները հաղթահարել էին այդ որ բնակչությունը զորքի շարժման մանևրի ժամանակ նեղություն չկրի, այլ ընդհակառակը ստանա ակտիվացում, որտեղ այդքան մարդ փող ունի, ացուտելու մոտը։ Բաց դրանից երևույթը ինչն է, տեսեք, Օսմանյան կայսրության հզորությունը իր ստրատեգիական կազմակերպչական նորամուծությունների մեջ է, դրա համար իրանք շատ արագ այդ ժամանակահատվածում գնում են հասնում են Եվրոպա, Աֆրիկա եւ այլն, գրավում են, որտեղ իրանք արդեն բայց մի մոռացեք, որ սա Բյուզանդիայի հաշվին արի, Բյուզանդիան արդեն զարգացած ինֆորմացիա ունեցող ժողովուրդ է այդտեղ ապրում եւ տարբեր տեսակի։ Հիմա այստեղ ինչն է կարևորը, որ ոչ միայն այդտեղի ժողովուրդը առևտուր է անում, դա հələ երկրորդ բանը, չէ՞ որ զորքը ինքը ավելի ազատ է։ Այսինքն այդ խնդիրը չկար, որ տեսեք, այստեղից հարկը պետք է տաս պետական բյուջե, ավելի հեշտ է կառավարում, պետական բյուջեից պետք է գա զորքը մենակ ստանում է ինֆորմացիա, ուր գնալ ինչ անել, մնացածը այդ բարդությունները, որ պետք է մի ամբողջ զորքել աշխատի, որ իրանց կերակրի եւ այլը, տեղում ինքը մոբիլ է, արագ տեղաշարժվում է, ինքը արագ գիտի որտեղ ինչ կարա վերցնի եւ պետք չի ամբողջ ուրեմն մի ամբողջ ինչպես Նապոլեոնի ժամանակ են անում մի ամբողջ քաղաք տանել զորքի հետևից քարշ չի տալի բարենը եւ այդտեղ Նապոլեոնը պարտվեց Ռուսաստանից մենակ դրա պատճառով եւ հանգարց Օսմանյան կայսրությունը այդպես բան արդեն 17-րդ դարում չէր անում 16-րդ դարում այո եւ հիմա հարցը գալիս է սրա մեջ, թե ինչ է դեպքում Աբդուլ Համիդը իրան կերակրող, իրան զորքին կերակրող հանգարց հայ արտադրողի պետք է սպաներ։ Մի բան, Հովիկ, եթե պահի այդ հարցը, տեսես հարցից առաջացավ հետևյալը, զորքը ռոճիկ էր ստանում, տեսար, աշխատավարձ, պետական աշխատողը, բանկի աշխատողը, Պոլիսի աշխատողը, եսի մինչա ռոճիկով է կրվում եւ դրա փաստը, որ այդ միակ զորքն է, որ աշխատավարձ է ստանում եւ ինքը հոգում է իր շորերը, իր ուտելիքը, իր ամեն ինչը այդ փողով, իսկ զենքը իրան տրվում է զինամթերքը, էդի որտեւ արդեն կազմն է տալի, ով չես էտա գյուղերից գնդակ առնես, թնդանոտի արկ առնես, ուրեմն էդի մտածել են էդները, չէ, դրա համար երբ որ 19 թվին, կարծեմ իզվիրում էր, կնքվում էր Լենինի և Աթաթուրքի մեջ փոխադարձ օգնության և բարեկամության պայմանագիր, այս Աթաթուրքը Լենինին ասեց, որ մեզի բնի ոսկի տակ, ոսկի, ինչի մար, ոսկին ինչ ես անում, ոչ մի բան չես կարա առնես, ոչ զենք, ոչ բան, ասեց բանակի աշխատավարձ պետք է տան, նոր սրանք, ասի փխի զինվորը փողով է կռվում, պարզվեց որ եթե թուրք զինվորը աշխատավարձ չստանա, չի կռվում, որտեղ պաշտոնյան չստանա, չի հետում աշխատանքի այդ պարզը, բայց հետաքրքիրը գիտես ինչա, Հովիկ, հայերին ինչի բանակ չէին տանում, մեզ ներկայացվածա որպես սենց, հայերին ինչի սուլթանը բանակ չէր վերցնում, ասում են քրիստոնյաները
չեր վերցնում։ Այդպես են ասում։ Ո՞վ ասել որ չի վերցնում այս բանը։ Չգիտեմ, ինչի համար չէ, բայց ասում են սենց, չեր վստահում, չեր վերցնում, բայց երբ մոտիկանում ես այս տրամաբանությունից, ասում ես Սուլթանը հասկանում է, որ հայը գործի բիզնեսի պաշտոնյա է, աշխատում է, ստեղծում է, զինվորը ծախսում է, ուրեմն ես նրանց տեղերը չեմ կարա փոխեմ, հային չեմ կարա բերեմ բանակ, ռոճիկով կռվող, էդի կլի իմ համար պարտություն, ուրեմն թուրքը, որը չի աշխատում, բիզնես չունի բան, ռոճիկ կտամ, բայց փողը ով է ստեղծում, հացը ջուրը ով է ստեղծում, հայն է ստեղծում, էդի որ դու ասեցիր, սրա վերաբերյալ, որովհետև խոսակցություն չկա, կամ վերլուծում չկա։ Բան ասեմ, ես հաց ու ջուր ասեցիք եւ զենքի մասին, ես հիմա կարող բան ասեմ, մետալուրգիական ինդուստրիան, ինչի է կարևոր տեսության այդ բաները նայել, որովհետև ամբողջ բանալիները քննում են դրա մեջ, բոլոր բանալիները։ Եվ մետալուրգիական ինդուստրիան նույնպես հայերն են անում։ Եվ տեսնենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է ներկայացնում մետալուրգիական ինդուստրիան, ինչ ստեղ բանալի կա, ինչ կա, մի փոքր ակնարկ կանենք տեսնելու համար, տեսեք, առաջին զենքը մետալուրգիայի զարգացման ընթացքում գալիս արդեն մետալուրգիայի օրգանիզացիա 19-րդ դար եւ զենքը մետալուրգիայի վրա են թնդանոթները եւ այլն աղյուրամիտ։ Հիմա մենք տեսնում ենք մի հատ փաստ ունենք, այս վերջերս եթե շատ տեղյակեմ մի հատ գիծ կա, որտեղ Նոբելես անով մարդը 15 թվականից հետո 15 թվականին երբ որ թնդանոթի ինժեներ ա եղել, աշխատել է Թուրքիայի երիտույթի համար եւ գիրք է գրել, դուք այդ գրքի մասին ուրեմն կասացել եք, ես այդ գրքին չանդրադառնամ ուղղակի, որ կոչվում է Լուսամարքի տակ, Իսլալուսնի տակ 4 տարի, սակայն ես ինչ եմ ուզում, սա թնդանոթի մասնագետ էր, որը կանչել էին վարձով Օսմանյան կայսրությունից հետո, Օսմանյան կայսրությունը տիրապետում էր ամենալավագույն թնդանոթներին, եւ դրան բացել էր մինչեւ Ավստրիա, փոքր դրամաչափի մեծ արագընթաց թնդանոթներ, մետալուրգիան զարգացած է, եւ հանգած երիտույթերը դեպում են թնդանոթի Վենեսուելայից մասնագետի, որպեսզի կարողանա թնդանոթ օգտագործել։ Չենք հասկանում այստեղ, որ մետալուրգիայի այն հիմնակարը եւ թնդանոթների հիմնակարը վերացված է արդեն, չենք հնում մասնագետ։ Երբ որ Օսմանյան կայսրությունը սաղաշերը թնդանոթով է գրավում նաեւ։ Մետալուրգիան որ հայկական է, ինչով է, որ մենք վերցնենք Դիլջյանը։ Ես ուղղակի Կոսվինի փաստով եմ գնում, որպեսզի չասի հարցը բայդու։ Դիլջյանը լսել եք, այն որ խփում են սպերներ, խփում են իրար ձայնը գալի։ Բրոնզի զիլ բառը եք չէ՞ լսել։ Այն որ ասում է ինչ զիլ ձայնա, զիլ ձայնա։ Այդ զիլ ձայնը գալիս է Զիլջյանի, չէ՞ որ զիլ ջանն արել դա։ Ինքը մետալուրգիայի մետաղի աշխատող մասնագետ է, որը գտել է մի հատ ուշադրություն դարձնեք, սա նախապատրաստված է եղել սկզբից ինֆորմացիան կա, պատմությունը կա ռազմական Թուրքիայի զինվորների համար մի մետաղական կառուցվածք, որի ձայնը բարձր է, որը մինչև հիմա օգտագործվում է երաժշտության մեջ, սակայն այն ժամանակ չենք ասի, որ օրկեստրը ոչ չի նվագել, ինչ որ պատճառ է եղել, որպեսզի այդ ձայնը գա, չեն կարող ասել, որ դա ուղղակի երաժշտության համար եղել, որ իրանց համար երաժշտությունով քայլեին, ձայնը ինչ որ պատճառով է եղել, ինչ որ մի բան կազմակերպելու, կառավարելու կամ ազդեցություն ունենալու համար։ Ես ասեմ քեզ, Զիլջյանի այդ ցնցղաները, որ դրած է, բրոնզա, բայց անագի, պղնձի, հետո էլի մետաղների պարունակությունը գաղտնի է, հասկացա տեխնոլոգիան, թե ինչ տոկոսով պիտի խառնես, որ զանգվածը հանկարծ լինի ամուր եւ հնչեղ։ Հիմա սա ձեր համար ապացույց չի, որ դեռ 150 տարի, 200 տարի առաջ, որտեղ որ Աբդուլ Համիդն էլ դեռ չկա, պատկերացրեք, ուրիշ սուլթաններ են, եւ հանգած
ռազմական պատվեր է կատարում հայկական մետալուրգիան։ Սա ապացույցն է նրա, որ մետալուրգիան, որ այս հարցը, որ ես տալիս եմ, որ պետք է ուսումնասիրել ամբողջ ինդուստրիան, ոնց է եղել եւ այդ ինֆորմացիան մեզանից պակասում է հատուկ, բայց այդ ինֆորմացիան կա, հեշտ է գտնել, ամենտեղ կարելի է գտնել եւ հատուկ մեր ցեղասպանություն թանգարանի դրված չգիտես ում կողմից տնօրենները ուսումնասիրում են, գիտեք ինչ, ասեմ ձեզ, Թուրքիայում ֆուտբոլը, հայկական ֆուտբոլը 1912-ից, ասենք 20 թվականները կամ 8-ից 12 թվականներ, այստեղ գիտեք ինչ եմ սա ասում, որովհետև եթե կարողանում են արխիվներից գտնել ֆուտբոլը, որ ասենք Էրզրումի թիմը խաղաց ֆուտբոլը, որ դեռ զարգացած չի, բակային մակարդակի չի անունները չես տանում, Դեմոյանի աշխատությունները, Դեմոյանն է, եթե նա սա ուսումնասիրում է, նշանակում է այդ արխիվները, որ աննշան չնչին ինֆորմացիա դոստուպ կա, պլյուս դրան առաջին, երկրորդը, չասեք թե հայկական ինչ-որ, երկրորդը հնարավոր է դա գտնել, ինչը գտնել, տնտեսական ինֆորմացիան ավելի հեշտ է հնարավոր գտնել, քան թե այդ ինչ թաղի բակի ֆուտբոլը կամ թուրքիական ֆուտբոլի բան, չի երկրորդ հարցը, թե ինչի է զբաղված ֆուտբոլով 1908 թվականի կամ 10-20 թվականի ֆուտբոլով Հայկ Դեմոյանը ուրիշ բանով չի զբաղված, այստեղ է հարց առաջանում, 60 տարի ինչ են անում հայկական ցեղասպանությունը հարց, էսի բացվում է նոր անվերջանալի ճանապարհ մի հատ, երկրորդ հարցը նոր ճանապարհ է գծվում, այս հարցը հիմա սպորտային մեկնաբանություններով առաջ շարժելու երկրորդ հարցը տամ ես կարևոր բանը, հա, թուրքերը ասում են եկեք արխիվը նայեք տեսնենք ցեղասպանություն եղել է չի եղել, հայր ասում է չեք, բայց արխիվ նայելը, ինչ արխիվ պետք է նայեն, չեք հարցում, այդ ինչ արխիվ են իրենք նայելու, որ արխիվը, ցեղասպանության համար հատուկ արխիվ են դրել այնտեղ, թե բանի արխիվներն են, որ հրամայեց, թե չհրամայեց, այդպես չես գտնի, որպեսզի ցեղասպանությունը կլինի, ես որ պատմում եմ Ռուանդայի ցեղասպանության մասին եւ դատարանի միջազգային եւ այլն, որ միջազգային դատարանը շատ լավ բան է, բայց գիտեք ինչ, Ռուանդայի դեպքում երբեք վերջ չի ունենալու այդ միջազգային դատարանը, դա խաբեության նաև մի նոր ձև է, իսկ իսկական դատարանը սա է, երբ որ այդ արխիվներում դու փնտրում ես իրական նա, որի վրա հիմնվել է, այդ ինֆորմացիան առաջ է գալիս եւ սա տվյալները փոխում է բոլոր տվյալները եւ հոգեբանական եւ տնտեսական եւ այդ ժամանակ շատ բան պարզ է լինելու թե ինչ ապահովագրություն էին տալիս Ամերիկա Նյու Յորքում Ամերիկայի մայրցամը ինչի ապահովագրություն էին տալի ինչի կյանքի ինդուստրիայի ապահով դրա կապիտալը ուր է գնացել այդ ինդուստրիան կապիտալ է չէ ունեցել երբ որ քանդվում է մի ամբողջ կարողություն ինդուստրիա կապիտալ է ունենում չէ բաները ուրիշ բաները դա ուր է գնացել ես ձեզ պատմեմ մի երկու հատ զուգահեռ անցկացնեմ որպեսզի հասկանանք ինչ եմ ես ասում երբ որ 1917 թվականի հեղափոխություն եղավ տեսեք 17 թվական Ռուսաստան 15 թվական 13 թվական որ թվականն է երի թուրքեր եկան 12 թվական որ թվականն է 8 թիվ 8 թվականին 9 հետո 12 թվին նորից եկան այս անգամ 1909-ից 12 թվական հեղափոխության ընթացքը 5 տարի տարբերությամբ Ռուսաստանում հեղափոխության ընթացք է կատարվում ստեղ սուլթանը այնտեղ ցար է նույն կատեգորիան է սուլթան եւ ցար գալիս են երիտ թուրքերը այնտեղ էլ գալիս են նույն կատեգորիան է հեղափոխականները երիտ հեղափոխականները եւ 1917 թվականին հանկարծ այնտեղ Ռուսաստան ունի հզոր արտադրություն Ռուսաստան ունի եւ այլ արտադրության վրա հիմնված կապիտալ եւ այլն հիմա պատահաբար ես մեր ժամանակներում աշխատանքի առումով, բիզնեսի առումով բանկերի հետ նայում եմ, որ բանկի հետ պետք է աշխատել Ռուսաստանի հետ, շատ բանկեր հատուկ խնդիրներ են առաջացնում
եւ պատահաբար ընկնում է մի բանկի վրա, որը ֆրանսիական բանկ է, մենք գիտենք, որ սա ֆրանսիական բանկ է, սակայն ինձ հետաքրքրության համար, որի բանկին լավ ճանաչեմ, որովհետեւ կարճ ասած երկար պատմություն է խնդիրները, սկսում եմ մի հատ նայել տնամ այդ բանկի կապիտալի սկիզբը որտեղից է գալիս։ Մենք գիտենք, որ այդ բանկի կապիտալի սկիզբը Ֆրանսիայի հետ կապ չունի։ 1917 թվականից առաջ Սանկտ Պետերբուրգյան բանկ է այդ, որ հիմա մենք գիտենք ֆրանսիական կապիտալով բանկ է, բայց ինքը Պետերբուրգյան կապիտալի վրա հիմնված բանկ է, այդ կապիտալն է եկել այստեղ։ Թե ինչ է եղել հեղափոխության ժամանակ ընթացքում, ոնց այդ բանկը այնտեղից անհետացել, ուրիշ բանկեր կան, հետո երբ որ Կրեմլ ենք փնտրում, մտնում ենք Կրեմլի մեջ, մտնում ենք այդ Կրեմլի Արուժենի պալատայի մոտ մի հատ կողքերի պալատ կա, որը որ պատմական իստորիայի պալատ։ Մենք տեսնում ենք բանկեր մինչ այդ ոչ ռուսական բանկեր, որոնք հայտնվել են եւ բաժնետոմսեր եւ այլն բոլորը կան, չէ, հայտնվել են Ռուսաստանում։ Ստեղ մեր մոտ պատասխանը չի գալի, դե բնական է, որովհետեւ առևտրական կապեր են եղել, սա պետքա ֆինանսավորել, արտադրություն, բանկը պետքա ներկա լիներ։ Ես ինչ եմ ասում, սա կարևոր երևույթ է, որովհետեւ մենք հասկանանք։ Հիմա զուգահեռ ենք անցկացնում այս նույն խնդիրը, որը 17 թվականի հեղափոխությունը կատարում, 1908-ից 12 թվականների հեղափոխությունը, Օսմանյան կայսրություն, նույն ժամանակահատվածն է 5 տարվա տարբերությամբ, նույն խնդիրներն են։ Օսմանյան Թուրքիայի ձևի է, ռուսական ձևի։ Եվ այստեղ փոխվում է աշխարհի տնտեսական եւ ֆինանսական դրվածքը։ Ռուսաստանը այնտեղ կորցնում է ամբողջ միջազգային համաշխարհային 30-40 տարի մինիմում 30-40 տարի ամբողջ ուրեմն տնտեսական համաշխարհային կարողությունը, որ ինքը ուներ, կորցնում է մինչև Ստալինը վերակենդանացում եւ այլն 30-40 նույնը Թուրքիան, որ Օսմանյան կայսրությունը 1918 թվականին եւ գիտեք ինչ ձևի կայսրությունն է, որ հյուսիս հարավ արևել արևմուտք հենց տնտեսական ուժի շնորհիվ է ինքը կարողանում եւ կազմակերպվածության գրավի կորցնում է, սակայն դրա հիմքում հանկարծ հայերն են հայտնվել։ Հիմա Սիրիա 2013-12 թվական Սիրիա ռմբակոծում են Սիրիան հայերը խեղճուկերակ, որոնք հայտնվել են թաղամաս ունեն Սիրիայում հայերը, որոնք հայտնվել են երկու կրակի արանքում, մենք էլ հանկարծ մեր մոտ մի հատ հետաքրքիր բան է կատարվում։ Ինչ որ մարդիկ ասում են Սիրիայի հայրին, գնացեք Սիրիայից, գնացեք փրկվեք, ոչ չեք ուզում ցեղասպանություն ձեր հետ լինի։ Մեկ էլ հայերն դեռ չեն գնում։ Զորը չեն գնում այս մարդիկ։ Երեխաներին ուղարկում են Հայաստան, սակայն նրանք Սիրիայից չեն գնում։ Ասում են լինում է թող լինի ցեղասպանություն։ Մնում են ու պահում են։ Ինչն են պահում հայերը Սիրիայում։ Հարցրը ինչն են պահում։ Հայերը Սիրիայում եւ Իրաքում ասեմ, եւ Իրաքում էլ է։ Մենք ինֆորմացիա ուղղակի չունենք։ Հայերը Սիրիայում ասում են, թե պահում են Ասադին, Բաշար al-Ասադին։ Իրականում մի քիչ տենց է, որովհետեւ Բաշար al-Ասադը պահում է հայերին, հայերը Բաշար al-Ասադին։ Երբ որ հեղափոխություն կլինի, անհայտ ուժերը, որովհետեւ հայերը ունեն այնտեղ ինդուստրիա, կալվածքներ, հիմնված է կառավարության պետական հիմքը հայկական կարողությունների վրա, դրա վրա հենք ունի, չեմ ասի ամբողջովին, բայց գոնե մի ոտը դրել է, եւ հանկարծ այդ ոտը պահում է իրան, իսկ հեղափոխականներին ձեռքի հեղափոխականները չգիտենք ովքեր են, չէ, չենք կարողանում ասել, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասում են այլ ուժերից հայեր գնացեք, այն ձեր երկիրը գնացեք, ինչ եք Սիրիայում նստել, այն մարդ ձեզից ցեղասպանություն կանեն, հնարավոր է զգուշացնում եք, գիտեք, կարող ասում մենք ձեզ ցեղասպանություն կանենք, մի խանգարեք մեզ մեր գործողությունները կատարել, իսկ հայերը չեն գնում ոչ թե որովհետև Աբդուլ Համիդին էին սիրում կամ Բաշար al-Ասադը, որովհետև դա իրանցն է։ Հիմա որտեղ դա կորցնելու են դա ու այն հարցերը որ մեր մոտ առաջանում է իմ պատմած ոչ իմ մոտ առաջանում գիտես ինչ ձևի է գնում հայերի չսպանել որտեղ հայերին որ սպանում ես մի աստիճանը հասնում որտեղ հայը դուրս է գալի պայքարի այլ վախացնել
առևանգել, հիմա գիտեք աշխարհադրված ուրիշ է։ Հիմա մեկ մարդու գողանում են, տանում են, $50,000 փրկագին են ուզում։ Այս փրկագինը հավաքում են սիրիացիները, տես, բարեկամով բանով։ Տվեցին ու դուրս են գալի երկրից։ Հասկացա՞ր։ Այսինքն որս են անում հայերի։ Եվ բանը հասել է այնտեղ, որ ինչ-որ հայերեն խոսացող մարդիկ են հայտնվել Սիրիայում, որոնք կիսվում են այդ փողը, ասում են մենք հայ կբերենք, կխաբենք, բայց որ բերեցինք արդեն բռնեցինք, կեսը կվերցնենք, կեսը դուք կվերցնեք։ Այսինքն որս է գնում, հայերի որս է գնում, ոչ թե սպանություն, այլ որս, որը պետք է կամ փախնեն, կամ կապիտալը պետք է տալ իրաց փրկագին որպես։ Հիմա այս դրության մեջ ով պիտի խառնվի, ոնց պետք է դուրս գան այս դրությունից Սիրիա հայերը։ Տես մի կողմից ասում են եկեք Թուրքիա, ապահով է, թողեք Սիրիան, էսի ձեր նախկին հայրենիքն է, եկեք ստեղ ապրեք ազատ անկախ ապահով։ Էս մեկ նրանք գնում են Եվրոպա, պիտի գնան Ամերիկա։ Երկրորդն էլ քայլերը նենց են, որ այս գողանում են, առևանգում են, կիդնապ են անում։ Բայց միջազգային ոչ մի ուժ այս երևույթը իրանք են անում, չէ՞ չեն մեջտեղ բերում։ Հիմա գիտես ինչ անենք։ Հիմա ես ասա։ Նա ես քո ասածներից իշլավ հետազոտել ես, բայց երկու դեպք դու ասեցիր երրորդը։ Դուրս է գալի որ կայսրությունները, որոնք ունեին զարկերակներ, տնտեսական, այրունատար համակարգ, սրանց զարկերակները կտրեցին 14 թվին կտրել են Օսմանյան կայսրության զարկերակը, որը հայերն էին, որովհետև ոչ քրդերին են խփել, ոչ բան, հույներին էլ գիտես ինչ, որպես հետագայում մանավանդ Իզմիրի ինչ թողել էին հափշտակեցին, թուրքերը հույները տենց հայերի նման չունեին տարածվածություն, նույն բանը հրյաները չունեին, ընդհատակ էին նրանք, քրդերը չունեին, ասորիները չունեին, ուրեմն գլխավոր զարկերակը Թուրքիայի այրունատար համակարգը հայերն էին, կազմակերպեց այնպես, որ դա կտրվի, Թուրքիան ընկավ, Ռուսաստանը 17 թվին զարկերակը կտրեցին, ըտե ազգային որևէ բան չկար, նույն ազգը հանեցին իրար դեմ, կարմիրներ և սպիտակներ, պրոլետարներ և բուրժուաներ, կտրեցին Ռուսաստանի երակը, Ռուսաստանը ընկավ, 70 տարի հետո Ռուսաստանը հավաքեց իրան, անունը Սովետական միություն, 90 թվականին կտրեցին նորից այդ կայսրության երակը, անունը դրեցին ազատ անկախ պետությունների առաջացում։ Հիմա այս երեք փորձը, որը մենք տեսնում ենք ոնց են սպանում կայսրությունները, սրա մեջ մեր ազգային հարցը, այսինքն պատասխանատվությունը մեր կրած վնասների։ Մենք երկու հատ լուրջ ցեղասպանություն ենք տեսել։ Մեկը Օսմանյան կայսրության ժամանակ, Օսմանյան, մեկը ռուսական և սովետական կայսրության ժամանակ։ Բոլորը ցեղասպանություն են եղել, այսինքն մարդը մարդուն սպանում է, օրենքը ծածկում է, ասում է տես բան չի եղել։ Մարդը մարդուն սպանում է, առևանգում ունեցվածքը, կարողությունները եւ շարունակաբար շարունակում այս կուրզենտացը եւ չի ճանաչում, որ դե լավ սպանել ես, բայց առևանգել ես, չէ՞, ունեցվածքը, անունը, կարողությունները, անունը եւ այլն։ Հիմա խնդիրը գիտեք ինչի մեջ է խնդիրը, որ հարց իմ ասածից հարցեր առաջանում։ Ես գիտեմ, որովհետեւ հիմա որ ես տարբեր հարցեր, որովհետեւ այնքան թեման բան է լայնա, որ անընդհատ հարցեր կառաջանան, սակայն այդ հարցերը լավ կլինեն, որ հարցերը գրվեին հղումների միջոցով, որովհետեւ այնքան շատ թեմա հարցեր տրամաբանական պատասխաններ ունեն, ես էլ եմ մոտ այդ հարցերը տալիս բազմաթիվ այս պատմածից։ Հարցեր որ գրվեին, իրար հետ կմտածեին, կբանային, որովհետեւ հասկանալով, որ պետքա այդ հարցերին ինֆորմացիան տրամաբանությունը եւ ճիշտ ինֆորմացիան, ոչ թե որ մի պատմիչ, ասենք, որին որ պատմագրին, որին որ զակազ են տվել, այսպես ասեմ, ինչ որ համալսարանից գրել այսպես կամ պատրաստել են ինքը գրում է իր մեկնաբանություններով։ Մենք չենք մեկնաբանում։
մենք հիմնվում ենք որոշ տրամաբանությունների վրա։ Ինչպես առանց ինֆորմացիայի, պատմություն չէ, սա պատմություն չի, ինֆորմացիայի կաներ քրեական հանցագործություն հետազոտողը։ Այդպես չի, եղած իրական փաստերի ինֆորմացիաների վրա, որպեսզի իրականից գտնենք խնդիրը ինչ ենք ուզելու եւ ումից ենք ուզելու, ինչ ենք անելու եւ ինչա։ Մարից պարում է, որ մենք սխալ տեղ ենք ուզում, մեզ դրանով խաբում են, իրական բանը մենք չենք ուզում, կարող Heç պետք է չի ինչ-որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուզել գնալ եւ ասել, ահա, այս արտադրականության հիմքերը սրանք հայկական են, մենք ճանաչում ենք միայն Մանթաշվին, այսի ասեմ, կարող է ժամանակը քիչ է, որպես հայկական տնտեսական, առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչ։ Սակայն Մանթաշվը, որը ընդամենը Արևելյան Հայաստանում եւ այդ կողմերում Ռուսաստանի հետ նավթի հետ կապված եւ այլ բուրժուազիա եղել, չեք կարծում, որ ավելի փոքր բուրժուազիա է, քան Օսմանյան կայսրությունում Հայաստանում գտնվող այդ տարածական տնտեսական կապերի մեջ գտնվող այն նրանք, որոնք ունեն արտադրություններ, ունեն առևտրական ամբողջ համակարգը, չէ՞ որ Վենետիկում գիտենք հայ առևտրականներ, ես ինչ տեղում ասում եմ կոֆեն հայերն են բերել խոսակցությունները աղբյուր ունեն հենց այդպես չի եւ այդ աղբյուրը կա նշանակում է լինելով ամբողջ Եվրոպա եւ Ասիայի խաչմերուկում Բյուզանդիայի տարածքում Օսմանյան կայսրությունը իսկ Բյուզանդիան ամբողջ առևտրական եւ արտադրական ուժ ուներ դա էլ ուրիշ պատմություն է ինչպես է դարել Օսմանյան կայսրություն Բյուզանդիան եւ հանկարծ հայերը այդտեղ են ինչու հայերը այդ դեպքում կորցրեցին պետականությունը թե ինչու սենց եղավ թե ինչու նենց եղավ սրանք անընդհատ բխող հարցեր են որոնք գալիս են այսին պատմածից իմ մոտ էլ առաջանում բայց քանի որ ես ինքս պատմագետ չեմ ուղղակի ինձ հետաքրքիր է ուսումնասիրում եմ ասենք այն ինֆորմացիայի հարցի վրա որ դու պատմագետ չես այսինքն ուղեղդ դու մտածում ես ու գտնում ես կապերը երևույթների մեջ պատմագետը կարա պես բանանի մոռաց ես պատմագետի չափ ինֆորմացիա չունեմ իհարկե բայց ես բան ասեցիր որ պատմագետի ինֆորմացիայի 90%-ը սարկած սուտ ինֆորմացիա է դա չունես դու ինչի պետք է հիմնվել կարևոր երևույթը որն է ցանկացած բան հետազոտելու ժամանակ դուրս գալ ինֆորմացիայից փնտրել ինչպես իրավաբանը ինչպես կանել ինչ էր անում քննիչը իրավաբանը բոլոր ինֆորմացիաները դուրս է տալիս որ տղան գեղեցիկ է խուճուճ մազերում է դա իրան պետք չի ինքը բռնում է մենակ կարևոր բանալի ինֆորմացիան դրա համար կա չի ասում է փաստ պատճառ մոտիվ ինչ է որովհետև թե չէ խճճվես չես դուրս գա այդ խուճուճ մազերով տղաները աղջիկը երկար մազերում են որոնք կարևոր չեն այդ ինֆորմացիան չի թողնի որ դու գտնես թելը կապես իրար եւ դրանք ազատվում են այդ ինֆորմացիայից դեդուկտիվ ձևով փնտրելով կոնկրետ հարցի կոնկրետ ինֆորմացիան որը կապված չի նկարագրի հետ այլ կապված է տրամաբանական կապերի հետ նույն ձևով ցանկացած բան ուսումնասիրելու ժամանակ օբյեկտը ուսումնասիրման ընտրում ես եւ սկսում ես այդ օբյեկտի հետ կապված կոնկրետ բանալի փաստերով ոչ թե ինչպիսին էր իսկ պատմագիտությանը ես նայել եմ մի քիչ շատ պատմագետներ կան այդ ինչպիսին էր սա փչացնում է եւ պատմությունը լսում ես միայն հեքիաթի նման պատմություն է էլի բանալի ոչ միտեղ չի գնում եւ բան չկա ասենք արխիվից վերցեցիր նայեցի գումարեցի դա դարձավ պատմություն հիմա չէ ես ուրիշ բան եմ ուզում եմ ասել որ այս հարցերը սա արդեն թողնենք ավելի լավ մասնագետներին եւ թող բայց հղումները մեզ գրեն անպայման մեր մոտ կհայտնվեն միշտ մարդիկ որոնք պատասխան են հղում ամբողջ ասածը մենք մասնավոր տեղայնացված օրինակներով բանով ցույց տվեցինք չէ սա ինչա փորձեցինք դրանց մեջ
օրգանական կապերը գտնել զարկերակի տեսություն հասավ, որ հայերը զարկերակ են եղել Օսմանյան կայսրությունում, պետությունը սնող, այս տեսակ։ Այդ կուտավյալները Մանթաշովի վերաբերյալ, երբ որ Մանթաշովի կենսագրությունը կնայես, այ Փարիզում հայկական համայնքին պատկանող 1905 թվականին սարքած մի հատ հայկական եկեղեցի կա, երևի տեղը գիտես, կա։ Այդ եկեղեցին սարքել է 1905 թվականին, կարծեմ, եթե չեմ սխալվում, 5 միլիոն ռուսական փող է տվել, գնել է քաղաքապետարանից հողը որպես սեփականություն, այդ եկեղեցու հողը սեփականություն է գնաց որպես հայկական համայնքի, եւ եկեղեցին էլ սարքել է։ Եկեղեցի բացման ժամանակ ինքը այնտեղ չի եղել։ Ու սա զարմացել են, թե սպոնսորը բա ուր է, բան։ Մի քանի օր առաջ վերադարձել է Ռուսաստան, այդ տեսակի մարդ է եղել։ Բայց 905 թվին 5 միլիոն տվել է այդ եկեղեցուն սարքելու։ 80-ական թվերին այդ մարդը ունեցել է ընդամենը 30,000 ռուսական փող, որը դրել է Բաքվի նավթաբեր հողերի առնելու վրա, հետո արդեն սկսել է ընդամենը 20 տարվա մեջ Մանթաշովը նավթի արդյունաբերությամբ արդեն կոնկուրենտը հանդիսած է Նոբել եղբայրներին եւ անգլիացիներին։ Ամբողջ Եվրոպան Մանթաշովը, բայց ես ինչ ասեցի, ուրիշ բան ասի, դու հենց Մանթաշովի մասին ես խոսում։ Հա, Մանթաշովի մասին եմ խոսում։ Եվ ամենտեղ առևտրական կետեր է բացվել նավթի, դու մոռանում ես, որ Բաքու, Բաթումի նավթամուղը առաջին աշխարհում Մանթաշովն է սարքել։ Նավթամուղը Բաքվից որ գնում է դեպի նավահանգիստ։ Այս բաները, էսի գիտես ինչի չի ասվում, որովհետև այդ հարցը, որ դու առաջ ես քաշում, կարող է մի հատ մտածող հայի գլխում ասի, արա այս Մանթաշովը, որ այս իրա չեղած հալով, ինչ-որ մի հատ գրասենյակի աշխատող, 20 տարում այդպես թափ հաստացե, բայց Թուրքիայի հայ կապիտալիստներն ուր են։ Այս հարցը մտնի բեյնը, այդ հասկացի ման գալ արխիվների մեջից, մի հատ 10,000-անոց ցուցակ անի իրանց կարողություններով բանով, ամեն մեկը մի Մանթաշով։ Դրա համար պետք է եզրակացնել։ Երբ որ ասում ես արխիվները բացենք նայենք, ցած է։ Մի անգամից կողքից բանից ցած է։ Չէ, ինչ արխիվ ինչ բան։ Հենա փաստ է էլի։ Բայց դե հենց այդտեղ հարցը չի առաջանում, թե ինչ էին անում 26 կոմիսարները Բաքվում։ Ահա։ Ինչու են Բաքու եկել եւ ինչ են փնտրում այնտեղ հենց նավթագործարանում Շիվանզադե եկան ձերբակալեցին Բաքվի 26 կոմիսարներին ու տարան Կրասնովոդսկ։ Ինչու? Որովհետեւ Բաքուն պետք էր երակը կտրել Բաքվի։ Հիմա ասենց է։ Իսկ որ Շիվանզադեն գրել է նավթագործարանում, սա ապա ինքը գրել է ուրիշ ձևի, սակայն նայում ես ասում ես վայ դուրս են եկել արմիություններ, ժողովուրդը ասում է այդ ժամանակվա էլի արմիություն, չենք ուզի աշխատել եւ այլ հրդեհ են տալիս, բայց հայ նավթագործարանը, հայատերը, ուրեմն ամբողջ նավթի, ուրեմն աշխարհի նավթը սկսել է աշխարհի վրա նստել, ամբողջ Բաքվի նավթագործարները հանկարծ հայեր են, քաոսի մեջ մենք տեսնում ենք դա, երբ որ քաոսը նույն Շիվանզադեն հանկարծ մեկնաբանվում է ուրիշ ձևով, սակայն եթե դուք չնայեք այդ մեկնաբանությունը, կտեսնեք, որ Բաքուն հայերի ձեռն է, ամբողջությամբ։ Այո։ Դուք ասացիք իմիջալը։ Եվ այսօր Բաքվից հայի շունչը վերջնականապես կտրեցին, հաշվեցին, որ անկախության մեջ հայտնված Ադրբեջանը հայի շնորհքների պատճառով ոչ թե Ալիևի ձեռքը կհայտնվի, այլ արդարությամբ հայի, որը լավ կառավարիչ է, լավ բիզնեսմեն է, արդարացի մարդ է, իրան բոլորը սիրում են։ Ադրբեջանի այս ամբողջ պատմությունը հայերին Ադրբեջանից հանելն էր։ Իսկ վիճաբանական Ղարաբաղը, որ ցած վերքի նման դրել են, դա նույն պատմությունն է, այսօր ցեղասպանության հարցը չեն լուծում։ Տեսնում ես, չէ՞, միշտ քաշքշում են, որպեսզի երբ հանկարծ պետք կլինի, այդտեղ մի հատ վերք սարքեն։ Հիմա ստացվեց սենց հովի։
քու ասած պատմությունով մոդելը հետևյալն է մի հատ ընտանիքի եղած չեղածը սպանում են տունը թալանում են բանկային հաշիվները գողանում են ընտանիքի փրկվում են այդ գերդաստանից հազվագյուտ մարդիկ որոնք անմիջապես ձեռնամուխ են լինում գերեզմանաշինության Այս գերեզմանաշինությունը իրանք համարում են առաջի գործ քան թե դա իրավական պահանջատեր դառնան այս գործողությունները անողների վրա եւ տարիների ընթացքում ստեղծվում են հուշաքարեր տուֆը դառնում է գրանիտ գրանիտը դառնում է կրակ կրակը դառնում է ածուխ եւ հասնում է 98-րդ տարում ոչ մի անգամ դատական գործի հայտ չի ներկայացվում համապատասխան որևէ օրգանի այլ տարածվում է սենց Են թաղի ապրող տները գիտեն որ մեր երեխեքն ունես չողացածները սպանվել են բան ասում են չէ դե գնանք այնտեղ մի հատ դրանց պատմենք էդի օտար երկրյա դեսպանատներն են եւ բաները պատմում են սրանք նայում են ասում են լավ որ ասում եք ուրեմն հավատացինք ընդունում ենք տենում են իրավական ոչ մի պատասխանատվություն չկա ընդունեն չընդունեն նույն բանն է գալիս են այս կողմն են տարածում եւ 24 հատ պետություն հարևան ասել են հա մենք ընդունում ենք մի հատ դատական գործին հավասար չի այդ ամեն 24-ը երբ որ կողքից հանկարծ մեկը գալիս ասում է այս ինչի դատի չեք տալիս այդ ձեր ունեցվածքը եղած չեղածը չէ որ էդի մեծ փողեր են 100 տարի անցել հիմա տոկոսներ են որ ասում Ավրորան դնում է բերանին սենց այս մեր հայ տեսակը որը ծաղիկներա ցանել հուշարձանին կրակա բերել ու ասում է այ մարդ արդարություն չկա կողքի հայը պամիր պաբիրոզը թրջած ուսինե գցած պիջակը դե ասում է ով է այդ գործերը հիմա նայում այ մարդ եղուն գունես գլուխդ քորի եւ այս խոսակցությունն է հիմա պատկերացնում ես գերեզմանաշինություն թանգարանաշինություն դադարան տվող չկա քթներիս տակ Սաֆարովը սպանեց հային լրիվ դադը բաց արդարացի դադարան տվող չկա հիմա այս չտվողների հետ ուր կարելի է գնալ առաջիկայում եւ ուր հասնել այս քայլով արդյունք կհասնի հայ այս պահանջատիրությունը չի հասնի երբեք չի հասնի նոր բան է պետք անել հիմա գիտեք ինչ չի հասնի որովհետեւ նաեւ սերունդել փոխում է կազմակերպված ուրեմն այդ ինֆորմացիան որը ես ասացի չի տարածվելու եւ այն մարդիկ որոնք զբաղվելու են ցեղասպանության հարցերով իրանք կազմակերպված ձևով այդ բանալիները թաղելու են որպեսզի չխտնվեն նրանք այ դրանց համար է նոր սերունդ է գալի Հովանես ես նայում եմ հիմա 16 18 20 տարեկան երիտասարդներ թրաշները թողած բան հիմա բորում են պահանջատիրություն մենք ես են անցնում է 20 տարի սրանք հեռանում են սրանց փոխարեն նորերն են գալի նույն բանը գոռում գոչում են գնում են եւ նրանք լուր չունեն թե ինչ է կատարվել եւ ինչ ճանապարհի վրա են անverջ ճանապարհ մեկ դատ չկա այդ դատը կամ այո կամ ոչ ճանապարհ կբացի հայության համար կամ այո կամ ոչ կապ չունի ինչու եք վախենում բա որ ասեն ոչ ասում ես այս դրությունը ոչից վատթարագույնը գոնե որ իմանաս ոչ անելիքդ կիմանաս արդեն թե ինչ անես բայց երբ արդեն process ինքը բերում է ոչ ասեն թե չասեն ինքը բերում է process առաջանում այդ process-ը բերում է արդարության անկախ նրանից ոչ ասում է թե չէ շատ բաներ է բացվում սա ուղղակի
Բայց այդ process-ը չի կարողանա, մինչև կայծ չլինի, կրակ չի լինի։ Այդ կայծը մայված է, չէ։ Հաղորդում ավարտվեց։ Մեր երկու հաղորդումները։ Կշարունակենք այս թեման, մեր առջև կա օրեր դեռ հարցեր կառաջանան հանրության մեջ։ Միգուցե նրանք էլ ինչ որ ճանապարհներ փնտրեն, բայց այս հարցը չեմ ասում պիտի որոշվի, ոնց պիտի արվի, բայց պետք է ավելի կոնտրաստի բերվի եւ ուղղությունները ճշգրտվի։ Նորից եմ կրկնում, կամ այո, կամ ոչ։ Ավելի լավ է այս 100 տարին է մոտենում, այս ճանապարհի վրա չդնել հաջորդ սերունդների վրա այս բեռը, որ ինքը նորից պետք է սկսի մտածել այոյի ոչի վրա։ Պետք է հարցը վերջնականապես դատարան մտցնել։ Պետության կողմից, մեկ այլ պետության կողմից կամ հստակ պետությունը քայլեր անի։ Այն պետությունները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունները, Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ է տալիս դեսպանների փոխանակություն եւ այդ պետություններին է ճանաչում ինքը որպես նրանք էլ իրան են ճանաչում որպես այդպիսին։ Իսկ այն մնացած բաները երես չունեցողները նրանց երկրից դուրս է հանում մեկ օրենք ընդունելով Հայաստանում, որ ցեղասպանությունը ընդունված է Հայաստանի կառավարության կողմից եւ օտարերկրյա դեսպանները որ մտնում են նրանք էլ պիտի ընդունեն, այսինքն կառավարությունները պիտի ընդունեն, որ նրանք ներկա լինեն այս պետության հետ հարաբերություններին։ Սրանով ավարտենք, Ստեսյուն մինչև նոր հանդիպում։